Կազմեցինք գնանք մի քիչ ման գանք, բայց նայում ենք եղանակը այդքան էլ լավ չի։ Հիմա գնում ենք տանեցիների տուն, տնեցքի տուն ենք գնում։ Ուզում եմ գնամ մի քանի հատ լավ ձուկ առնեմ, սիկա։ Այսօր որոշել եմ խորոված անեմ։ Հեսա ընթացքում գնամ ձուկ առնելու ցույց կտամ։ Մոճակս քնած է։ Որոշել ենք գնանք գնունի, քանի որ մի ամիս առաջ երևի թե առել եմ բաղնիքի համար նախատեսված նավոր ու հիմա հարմար չի իրան ոչ մի բանով չեմ կարող ամրացնեմ լվացարանի մոտ։ Դրա համար պետք է ստիպված բաղնիքի հայլին փոխենք ու առնենք ուրիշը, որ կարողանանք դնել այդ ամեն ինչը վրան։ Գնանք առնենք ու գնանք տանեցիների տուն։ Տանեցիքի տուն։ Այստեղ մարդ կա ուրախ է, որ մենք գնում ենք գնունի։ Բայց այդքան էլ ուրախ չէ։ Երևի պրոպտիկից է, որ տենց ուրախ չի։ Լավ, սկսել են ասֆալտ անել։ Մարդիկ ասֆալտ են անում, տեսեք։ Ոչ մի բան Մի հատ լավ մեծ փոստ կար։ չի խանգարում մարդկանց։ Կարևոր էդիկը փակ է, այս այստեղ։ Այս աստեսով խորած է։ Շուտ ջրագիծ է կամ էլ կանալիզացիա է։ Իդեպ տանեցիները ապրում են Սարիթաղում։ Մի 3 ամիս առաջ մենք էլ էինք ապրում տանեցիների հետ Սարիթաղում։ Արդեն հասնում ենք, բան չմնաց։ Կուսակցությունները բաժանվեցին իրարից։ Հետո մենք դարձանք առանձին կուսակցությունի օգվոր։ Իսկ մնացածի Հիմա մասը կոնկրետ ասա, որ մասն է։ Արտուր ես մայրի վրա։ Յուրահատուկ գեշ գույնի ավտո, այս ավտոն Ծաղ կոմի վրա է։ կեստոտ կանաչ։ Ու կոնկրետ չեմ կար ասեմ, որովհետև կոնկրետ չեմ հիշում, պետք է տենամ։ Ну մոտավորապես ստեղ արենք։ Իսկ ռազվորոտ էլ չկա համարում։ Նայեք ինչ բայկեր է, ինչ բայկեր է։ Okay, հիմա անջատեմ մնացածի մասին հետո։ Քանի որ եկել ենք արդեն Սարիթաղ, մի քանի օր առաջ զանգեցին, ասեցին, որ մեր AliExpress-ի պատվերը եկել է ու պետքա վերցնենք։ Ճիշտն ասած, այդ AliExpress-ի պատվերը մոտավորապես պատվիրել ենք անցած տարի երևի այս ամիսներին, չէ, հունվարին կամ Պրիչինա կորոնավիրուս։ կորոնավիրուսի պայմաններով նոր է հասել, արդեն են որ մոռացել էին այդ ժամանակ։ Նայեք, մեր մեքենայի մեջ միշտ այսենց իրավիճակ է, որտեղ ոսախ մեր ուջուրի ապրանքներն է, car seat-ն է, կալյասկեն է, կենգուրուն է, հայ դեպեն էլ հայլին է։ Ոսենց բաներ հիմա։ Հիմա սպասում եմ մաքրվի մի հատ
շուտ բաց դուրմադրվի մի քիչ մնա, որ արդեն սաղը սոված ենք։ Լավ էլ սենց մեծ ձկներ է, սաղի մեջ համարյա իկրա կա, իկրան էլ եմ ես սիրում, շատ է ոնց որ իկրի համար եմ եկել, բայց դե ձկն էլ իրա երդին, թարմ ձկներ է։ Չկա մի հատ բաց, Շուկայում Շուկայում լավ թարմ ձուկ է, նա իկրից էլ դաժե երևում է, որ թարմ է կապված սենց իրար։ Ոբշեմ Սկսում ենք համեմել, հետո ընթացքում կերևը արդեն տոմատն ենք ավելացնում, սև բիբար, կարմիր բիբարը կծուչի կարանք զուտ գույնի համար մի քիչ շատ անենք։ Ուստեղ շատ լավ բան կա, բիբարի հավաքածու է, տարբեր տեսակի ու շատ համով բիբար է։ Всё, если մի հատ թեթև խառնենք, բիբարների փունջը ուժեղ հոտ է տալի։ Աղնել ենք ավելացնում ու սկսենք ձկները լցնել։ Всё, սկսում ենք ձուկը լցնել։ Կլցնենք մի քիչ կխառնենք, կթողենք կմնա մոտավոր մի 2-ից 3 ժամ ու լրիվ հերիք ենք արդեն կմարինացվի։ Ձկներին սենց ճիշտ է բացելը, որտև սեկ կարող ենք անելու։ Մի անգամ փորձել եմ շամփուրի վրա, ձուկը երգվում ու թափվում է։ Ու արդեն կսկսեմ շարելը դնեմ վրա։ Այդ արդեն դրել ենք կրակին, կրակը լավ էլ կրակ է։
Սա մոտավոր մի 20-25 րոպեից դե ձուկը շուտ է եփում, կհանենք։